մենք գիտենք, որ գործոններն են, որ մուտացիաներն են բնորոշ այդ ուռուցքներին, կատարում են գենետիկ լաբորատոր հետազոտությունը, հեռացված նմուշով բիոպսիայի եւ տեսնում ենք, եթե կա դրական արդյունք այդ մուտացիաների, ուրեմն դեղամիջոցը կաշխատի եւ կա հատուկ ցանկ, որտեղ մենք ունենք տվյալները, որ մուտացիայի ժամանակ որ դեղն է նշանակվում։ Եվ դրանով մենք ունեցել ենք շատ մեծ արդյունքներ վերջի տարիներին, այսինքն այն դեպքերը, որոնք առաջ չէին բուժվում, գրեթե, քանի որ զգայուն չէին քիմիոպրեպարատների, սկսեցին արդեն արդյունք տալ։ Օրինակ թոքի ոչ մանր բջջային քաղցկեղի ադենոկարցինոմայի տարբերակներում շատ վատ էր աշխատում քիմիոթերապիան եւ իսկ թիրախայինը, եթե նա ազդեցիկ եղավ, գտանք թիրախը, ուրեմն շատ մեծ տարբերություն է տալի եւ ամենահետաքրքիրը, որ մեծ մասամբ այդ նորագույն թիրախային պրեպարատները լինում են հաբերի ձևով, չեմ ասում բոլորը, բայց կան հատկապես թոքի քաղցկեղի ժամանակ եւ պացիենտը չի գնում հիվանդանոց, նա տան պայմաններով օգտագործում է այդ դեղամիջոցը եւ երկարատև ամիսներով եւ տարիներով նա լինում է շատ լավ վիճակում